Եթե ցանկանում ես ունենալ թեթև և հարմարավետ տուն, թեթև կենցաղ, ապա ճիշտ տեղում ես։ Այսօր կխոսենք մինիմալիզմի գաղափարից և ամենահայտնի կերպարից մինիմալիզմում, դա ճապոնուհի Մարի Քոնդոն է։ Ով է նա։ Նա առաջարկում է շատ հետաքրքիր և գործող մեթոդ ավելորդ իրերից ավելորդազերծման համար տարբեր մեթոդներ։ Ես ինքս օգտվել եմ իր մեթոդներից և շատ է ինձ օգնել։ Պարզապես հետո հասկացել եմ, որ կարելի է այդ ամենը անել շատ ավելի հեշտ և դյուրին ձևով։ Ինչու՞մ է կայանում իր մեթոդը։ Առաջինը, հիմնականը այն է, որ նա առաջարկում է բոլոր իրերը մի կատեգորիայի, օրինակ բոլոր հագուստը, ամբողջ հագուստը ձեր տան բերել և այսպես իրար վրա դարսելով իրար մեջ ընդհանուր մեկ այսպես քաոսային վիճակ ստեղծել և լցնել օրինակ մի մակերեսի վրա, անկողին կլինի դա կամ կլինի որևէ հատակ և այդ ամբողջ ծավալը երբ դուք տեսնում եք, հասկանում եք, որ իսկապես շատ ունեք իրեր և սկսում եք ազատվել։ Այն ինչը չեք կրում, ազատվում եք, հանձնում եք բարեգործության կամ ուղղակի տեղավորում եք աղբի մոտ, եթե ի վիճակի չեք, այս ալիքում ես հորդորելու եմ իհարկե տեսակավորել էկոաղբը, բարեգործական կազմակերպությունների բոլոր հասցեները ես կնշեմ համապատասխան այս տեսանյութի տակ էլ ինքս միշտ օգտվում եմ և ինքս միշտ տեսակավորում եմ աղբը, բայց այս ալիքում ես կարևորելու եմ նաև ձեզ սիրելի հայուհիներ ու նաև տղամարդիկ, եթե կմիանան այստեղ, ուրեմն դուք հիշեք, որ դուք շատ ավելի կարևոր եք և եթե դուք խորտակվում եք այս կյանքի ձեր փուլում, դուք չունեք ազատ շնչելու, ձեր սուրճը թեյ է տաք վիճակում խմելու ժամանակ, ունեք փոքրիկ երեխա կամ երեխաներ, դուք իրավունք ունեք ուղղակի ամեն բան տեղավորել աղբի տոպրակի մոտ և դնել մոտակա այգում կամ մոտակա աղբամանի մոտ։ Հավատացեք, մարդիկ կան, ովքեր կգան, կօգտվեն, կտանեն, իսկ եթե չօգտվեն էլ, դուք իմացեք, որ այդ ցանկացած իրը, որ մենք օգտագործում ենք, այսօր 10 տարուց կամ 100 տարուց հայտնվելու է աղբամանում։ Սա նոր մոտեցում է մեր հասարակության շրջանակում, ես հասկանում եմ դա, դուք ծնողներից կուտակված ունեք տրավմաներ, ունեք ծնողներից կուտակված վախեր, ունեք ամոթի զգացում, չենք տեսել մենք երբևէ այսքան իրերի լիություն, մարդկության համար սա նոր ֆենոմեն է և նա միշտ էլ իր բնությունից դրդված ցանկացել է պահել, այդ բոլոր իրերը իր համար, այդպես ավելի ապահով էր, տուն է պետք կգա վիճակեր, չէ, բայց հիմա մենք գիտենք, որ ցանկացած իր բավականին մատչելի ու որակով կարելի է գտնել, այնքան լի է արտադրվում այդ ամենը և այդ ամենը մարդկությունը չի կարող օգտագործել։ Երբ դուք ցանկանում եք ձեր ամեն իրի համար, ամեն կենցաղային տեխնիկայի համար, որը որ արդեն դուք չեք գործածում, գտնել այնպիսի տեր, նվիրաբերել այնպիսի մարդու, ով մինչև կյանքի վերջ այն կօգտագործի, դա խելամիտ չէ, դա հնարավոր չէ, դուք չունեք այդքան ժամանակ, որ տրամադրեք այս ամեն փոքրիկ բանը, տրամադրել այնքան ժամանակ, որ նա գտնի իր իդեալական տիրոջը, այդպիսի բան ցավոք սրտի հնարավոր չէ, բայց այդ իրերը, եթե դուք իրոք ունեք ուժ բարեգործական կազմակերպություններին փոխանցելու, իմացեք, որ այն իրերը դուք չեք օգտագործում կամ ունեք շատ դուպլիկատներ, իմացեք, որ կան մարդիկ և հավանականություն կա, որ այդ իրը կգտնի իր տիրոջը և այն իրեն կջերմացնի և կծառայի, այնպես որ հենց հիմա վեր կացեք, վերցրեք աղբի տոպրակը և 10 րոպե տրամադրեք մեկ դարակի, հիշեք մեկ դարակ, մենք չենք պատրաստվում այսօր նիհարել մեկ օրում 10 կիլոգրամով, մենք չենք պատրաստվում այսօր այդ ամենը մաքրել մեկ օրում, այդ տարիների կուտակած է, կարող է նաև ձեզ մոտ մնացեն ձեր ծնողների գրքերը, հագուստը կամ իրերը, որ դուք չեք գործածում, չեք սիրում, բայց ամեն անգամ հանդիպելով հայացքով այդ իրի հետ, նա ձեզ ասում է տեղափոխիր ինձ, նա ձեզ ասում է ինձ լվա, ինձ հիշի, ես քեզ կհիշեցնեմ, որ դու մեղավոր կլինես, եթե կազատվես ինձանից, ոչ, դա ձեր տունն է, ձեր տարածքն է, նույնիսկ եթե դուք չունեք սենյակ այդ տան մեջ, եթե դուք ունեք որևէ անկյուն, ձեր անկյունը սկսում ենք մենք միշտ մեր իրերից։ Հետո ես ձեզ կսովորեցնեմ ոնց նույնիսկ ամենածանր համոզվող մարդուն փորձել համոզել,
Հա, ես գիտեմ, իմ փորձից այնպիսի մարդիկ կան, ում տունը ես էլ ինքս երբեք չեմ ազատի, որովհետև եթե ես իրենց հարցնում եմ, արդյոք դուք պատրաստ եք այսինչ իրերից ազատ եւ իրենք ասում են ոչ, ուրեմն իրոք մարդիկ կան, ում հնարավոր չի դա համոզել, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց ձեր անկյունը, ձեր սենյակը կամ ձեր տունը ձեր հսկողության տակ է եւ դուք պետք է այդ ամենը անեք։ Հենց հիմա վեր եք կենում, վերցնում եք այդ աղբի տոպրակը եւ սկսում եք մեկ դարակից։ Դա կոչվում է աղբի տոպրակի թերապիա։ Եվ հիմա ձեզ կթվա, որ ինչ կփոխի մեկ դարակը, բայց ամեն օր կատարելով այդ 10 րոպեն, ներառելով դա մեր պլանավորված օրի մեջ, մենք դա անելու ենք եւ մենք չենք սպասում մոտիվացիայի, որովհետեւ մոտիվացիան չի գալու։ Մենք այդ 10 րոպեի ընթացքում եւ երբ կտեսնենք մաքուր դարակը, մեր շնչող դարակը, որտեղ որ իրերը չեն խեղդվում իրար վրա, պարզ տեսնում ես, հեշտ է գործածել եւ կիրառել, հենց դա կստեղծի մեր մոտիվացիան հաջորդ քայլերի համար եւ փոքր քայլերով մենք գնալու ենք դեպի մեր տների ավելորդազերծումը։ Հիմա վերադառնանք Մարի Քոնդոյի օրինակին։ Ինչու ես չեմ սիրում այն, որովհետև երբ դուք այդ քաոսը ստեղծում եք տանը, առանց այն էլ լի իրերով տանը, մի հատ էլ այդպիսի քաոսային վիճակներ է ստեղծվում եւ եթե դուք հատկապես մայրիկ եք ունեք փոքր երեխա, դուք ուղղակի չեք հասցնի մեկ օրվա մեջ այդ ամեն բան տեսակավորել, այո, ոչ մեթոդով, պետք չի։ Եվ կարող է չհասցնեք մնացածը նորմալ տեղավորել իրենց դարակներում։ Դա մեծ սթրես է պատճառում։ Ինձ մոտ օրինակ հագուստը բոլոր տան անդամների հագուստը մեկտեղելով իմ երեխաներին եմ իհարկե ես տեսակավորել ամուսնուս հետ, հետո իր ցանկությամբ եմ տեսակավորել այդ ամենը, ստեղծվում է քաոս ու էլ ավելի մեծ սթրես է ձեզ պատճառում, կարող է չհաջողեք եւ հետ կանգնեք այդ մտքից, մտածեք, որ ձեզ մոտ դա չի ստացվի, ուրիշների մոտ կստացվի, բայց այդպիսի բան չկա, մարդ կարող է եւ դուք էլ մարդ եք եւ կկարողանաք այդ ամենը հաղթահարել։ Այնպես որ առաջարկում եմ դարակ առ դարակ մեթոդը։ Իսկ Մարի Քոնդոյին անչափ շնորհակալ եմ ես, որովհետև իրենից սովորել եմ նաև վերտիկալ դասավորման կանոնը, այն հետո անպայման կլուսաբանեմ այս ալիքում եւ դեռ շատ բաներ, լայֆ հաքեր եւ հետաքրքիր օգտակար ձեռքբերումներ, օգտակար կիրառելի կոնտեյներներ եւ այլ բազմաթիվ գաղտնիքներ ձեզ հետ կկիսվեմ մեծ սիրով, միացեք այս ալիքին եւ սպասեք հաջորդ տեսանյութերին։